Վերջին օրերին ակտիվացել են ուղևորափոխադրումների ոլորտում առկա վճարումների թերհավաքմանը վերաբերող քննարկումները, որն արդեն որոշակի հետևանքներ է առաջացրել համակարգի աշխատանքի վրա։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Երևանի քաղաքապետը գործակարգավարական նիստին կրկին խոսեց եղած խնդրից։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մենք մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժայմաններով եւ իրանք որևէ կերպ որևէ process-ին չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման process-ին չեն աջակցում։ Եվ սա իրականում երևի թե նրանց մեղքն է չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ես ասել եմ, որ անընդունելի է։ Առաջին օրվանից։ Հայկական ժամանակի նկարահանող խումբը փորձել է հասկանալ, թե որքան հաճախ են քաղաքացիները օգտվում տրանսպորտից եւ ինչ վերաբերմունք ունեն հասարակական տրանսպորտից օգտվող, բայց չվճարող քաղաքացիների նկատմամբ։ Մարդ ցա կախված չեմ կարող ասեմ։ Օրինակ ես վճարում եմ քարտով, ես 6300 դրամ տալիս եմ ամսական։ Ուզում ես մի անգամ նստի, ուզում ես մի նստի, ուզում ես 100 անգամ նստի։ Եթե դաժե բաներ չանես, նստել ես, մեկ ես փողը գնում է։ Նստելս վճարում եք պարտադիր։ Անպայման։ Իսկ չվճարողներին ինչ կասեք։ Ինչ կարծիք։ Դե ես ինչ ասեմ, կարգ չպիտի խախտեն, էլի։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Վատավոր ձերը չի տանում գրպանը մի ժամ կոպեկ խնդրում։ Պիտի վճարեն, եթե վճարով է, պիտի վճարեն։ Միշտ պարտադիր վճարում եք կամ Պարտադիր, հա։ հաճախ եք։ Հա, իհարկե։ Առավոտը շատ գոհ եմ, ինձ համարը շատ լավ աշխատում։ Հետո էլ սենց 20-ը, մեկ լավ, մեկ լավ չի։ Ասեք միշտ վճարում եք։ Իհարկե, հետո էլ վճարեցի, բարձրացա։ Միգուցե նկատեցիք հետևից։ Հա, ես քարտից ես շատ գոհ եմ։ 6000, հա, 6380 ենք ու մի ամիս լավ օգտվում ենք։ Շատ լավ է։ Եղել ապա ես ասել եմ խոսքի ամոթ, հա, ինձ ասել են քեզ ինչ չենք ուզում, չենք վճարում, ձեր ինչ գործն է։ Այդքան բան։ Դե սիրուն չի, որ չեմ վճարում, էլի։ Վերջապես մեքենայա մարդիկ գումար են տվել, առել են, բերել են, որ մենք ձմեռը տակ, ամառը հով գնանք, գանք, պետք է։ Եթե սննդի համար գումար կա, սրա համար չկա գումար։ Վերջին օրերին քննարկվող թերհավաքման խնդիրը լուրջ ազդեցություն ունի ոլորտի վրա։ Հայկական ժամանակի հետ զրույցում նման կարծիք է հայտնում Երևանի ավականու անդամ Նատալի Սինորյանը։ Տրանսպորտային մեկ միասնական համակարգի ներդրումը մենք կատարեցինք 2025 թվականի փետրվարի 1-ից սկսած եւ հավաքագրումը ըստ էության նորմալ պատշաճ կատարվում է, սակայն վերջին ժամանակահատվածում քաղաքացիների մի սպառ զանգված պարզապես չէր վճարում եւ առանց վճարելու իջնում էր եւ դա առաջին հերթին անհարգալից եւ վատ վերաբերմունք է այն քաղաքացիների հանդեպ, ովքեր որ վճարում են, այսինքն սոցիալական արդարության ֆակտորը այդ համատեքստում կորում է եւ այդ պայմաններում Երևան համայնքը, եթե շարունակեն այդ քաղաքացիները չվճարել նման ձևով, կարող ինչ-որ բանի խնդրի առաջ կանգնել եւ չկարողանա սպասարկել հանրային տրանսպորտը եւ նոր տրանսպորտ ներգրավել եւ դա կարող է քաղաքացիները ըստ էության ովքեր ոչ են վճարում այդ փոքր սպառազանգվածը վնասում են իրենց։ Այսինքն տրանսպորտի գումարը դա ինքնին ծառայության գումար է, ինչպես օրինակ էլեկտրաէներգիայի գումար են վճարում կամ ինտերնետի վճարման գումար են վճարում կամ բջջային օպերատորին են վճարում։ Այսինքն դա ինքնին որոշակի սպասարկում է, ոնց կարելի է օգտվել որևէ ծառայությունից եւ չվճարել դրա դիմաց։ Դա ինքնին անհարգալից վերաբերմունք է եւ մեր քաղաքացիներին ես եւս մեկ անգամ խնդրում եւ հորդորում եմ, որպեսզի պարտաճանաչ ձևով կատարեն վճարումները հանրային տրանսպորտում եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ այն քաղաքացիներին, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածում բարեխղճորեն կատարել են իրենց վճարումները։ Վերջին օրերի իրադարձություններից հետո վալիդացիաները կտրուկ շատացել են, առաջիկա գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետը եւ համապատասխան վարչության ղեկավար մանրամասն թվային պատկերով արդեն կներկայացնեն։ Խնդրի լուծման տարբերակների թվում դիտարկվում է նաեւ միջազգային փորձը, Սինորյանը ասում է։
Ես չեմ ցանկանա այս պահի դրությամբ որոշակի փակագծեր բացել, սակայն քննարկումներ են գնում թե խմբակցության հետ եւ խմբակցություն գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ որոշակի մեխանիզմներ ներդնելու, որպեսզի տվյալ խնդիրը շուտապույտ արագ լուծում ստանա, քանի որ նորից եմ կրկնում, դա անարդարացի վերաբերմունք է այն քաղաքացիների հանդեպ, ովքեր վճարում են հանրային տրանսպորտի համար։ Հսկիչներ ըստ էության արդեն իսկ կան հանրային տրանսպորտում, դուք երևի թե տեսել եք տելեմեդիայում, որ մարդիկ մտնում են, մեր համապատասխան աշխատակիցները ստուգումներ են իրականացնում եւ դա հենց միջազգային պրակտիկայի վառ օրինակ է, նույն Եվրամիության երկրներում էլ նման սկզբունքը դիմա, այսինքն հսկիչները պարբերաբար բարձրանում են հանրային տրանսպորտ եւ ստուգում են կա արդյոք վճարում թե չկա։ Ես ինքս հանրային տրանսպորտից օգտվում եմ շաբաթական մի քանի անգամ եւ լսում եմ մեր քաղաքացիների թե գոհունակությունը եւ թե որոշակի տեխնիկական խնդիրն է, բնականաբար ինձ մոտ հավաքագրում եմ, գույքագրում եմ եւ ըստ այդմ լուծումների մեխանիզմներ ենք փորձում գտնել։ Վերջին օրերին վարորդների կողմից ուղևորների նկատմամբ վերահսկողության փորձերը որոշակի լարվածություն են առաջացրել, ինչի պատճառով տարաձայնություն է առաջանում վարորդների եւ ուղևորների միջեւ։ Այս մասով ավականու անդամը նշում է. Առաջիկա խմբակցության նիստին եւ համապատասխանաբար ավականու նիստին խմբակցությունների դիրքորոշումը կհայտնի եւ լուծման մեխանիզմները կներկայացնենք հանրությանը։ Հանրային տրանսպորտի բարելավման գործընթացը բավականին երկար եւ օրգանիկ փուլ է, ու այդ փուլերը կտան իրենց արդյունքները, ավելացնում է Սինորյանը։